Շատ է ենք լսի այս արտահայտությունը, եթե այս խելք ունենայի, այս ինֆորմացիան ունենայի 10 տարի առաջ, 20 տարի առաջ, ինչեր կփոխեի իմ կյանքի մեջ։ Ողջույն սիրելի բարեկամներ, ես կուզեմ այսօր զրուցել մի թեմայի մասին, որ կարծում եմ շատերիդ օգտակար է լինելու։ Քանի որ ավարտում ենք 2023 թվականը եւ շուտով պետք է գնանք 24 թվականի մեջ, կուզեմ յուրաքանչյուրդ իրոք շատ ուշադիր եւ շատ զգայուն ձևի նախապատրաստվեք ձեր 24 թվականին։ Տարիները անցնում են, ես հիշում եմ, երբ որ փոքր երեխա էի, ծնողներիցս կամ ավելի հասակով մարդկանցից լսում էի այս խոսքերը, գիտես, օրերը շուտ են անցնում, տարիները թռնում են։ Եվ ավելի բարձր տարիքում ես սկսեցի հասկանալ այդ ասացի իմաստը եւ իրոք դրա մեջ ճշմարտություն կա։ Տարիները անցնում են։ Եկեք ետ նայենք 5-10 տարի առաջ ինչեր են կարել մեր կյանքում, ինչքան արագ է անցել մեր կյանքը եւ ինչեր կա, որ միշտ խոսացել ենք դրա մասին, բայց երբեք չենք արել։ Գիտես, նոր տարվա ընթացքում, երբ որ տարին սկսում է, երբ որ նոր տարին գալիս է, շատերս այցելում ենք միմյանց, լինելով հայ, գնում ենք մեկս մյուսի տները, շնորհավորում ենք նոր տարին, նվերներ ենք տանում եւ սեղան նստելուց, կերակուր ուտելուց շատ բարձր եւ հիանալի կենացներ ենք խմում։ Լինի առողջ տարի, լինի հաջողության տարի, լինի այս բոլոր բարիքների տարին։ Բայց ունեմ ձեզ մի հարց. արդյոք մենք հետևում ենք այդ ասածներին։ Արդյոք մենք հետևում ենք այն շնորհավորանքներին, որ միմյանց տալիս ենք տարվա ընթացքում։ Լինի առողջության տարի, չէ՞ օրինակ, լինի ապաշխարության տարի, լինի Աստծուն մոտենալու տարի։ Արդյոք տարվա ընթացքում մենք հետևում ենք այս ասածներին, թե դա ուղղակի բառեր է եւ սովորություն է տարեց տարի կրկնում ենք։ Այդ դրա մասին եմ այսօր ուզում խոսալ։ Գիտես, գալիս է մի ժամանակ, որ յուրաքանչյուրս անձնապես պետք է որոշում անենք, փոխենք մեր կյանքը։ Երբ որ փոքր էի, միշտ ասում էին, լսում եմ այս խոսքերը, երբ որ մեծանաս, պետք է փոխես աշխարհը։ Եվ հետո տարիներ հետո հասկացա, որ աշխարհի մասին է խոսքը։ Երբ որ երիտասարդ էի, կարծում էի աշխարհը նկատի ունեն այս աշխարհը, բայց երբ որ մեծանում է տարիքը եւ ավելի փորձ ես ունենում կյանքի նկատմամբ, հասկանում ես, որ առաջինը պետք է փոխես քո ներսի աշխարհը։ Դրա համար ամեն տարի, երբ որ այս մաղթանքները միմյանց մաղթում ենք, յուրաքանչյուրս պետք է անձնապես իրոք նստենք եւ սկսենք մտածել այս ասածների մասին։ Ինչպես ենք իրոք մենք հասկացնում տարին ամեն օր։ Եվ ես հասկացել եմ մի բան։ Երբ որ ես սկսել եմ փոխել իմ ներսը, իմ աշխարհը, եւ ես սկսել եմ աշխատել ինձ վրա, սկսել է փոխվել աշխարհը, իմ աշխարհը։ Եվ նույնը քաջալերում եմ, որ անես դու։ Աշխատիր քեզ վրա։ Աշխատիր փոխել այս 24 թվականի մեջ, գալացիկ տարվա մեջ, դու քեզ փոխիր շատ բնավորության գծեր, եւ դու գիտես ինչ պետք է փոխես քո կյանքում, որպեսզի քո կյանքը բարելավի։ Եվ ուզում եմ, որ յուրաքանչյուրս իրոք 2024 թվականի վերջը ետ նայենք եւ ասենք, գիտես ինչ, այո, այս տարի տարբեր էր։ Այս տարի այն տարին էր, որ ոչ թե միայն խոսքեր լսեցի կամ հնչեցրեցի, այլ այդ ինֆորմացիան սկսեցի օգտագործել իմ կյանքում։ Ես իրոք մաղթում եմ, որ յուրաքանչյուրս իրոք այսպիսի կյանք անցկացնենք 24 թվականի մեջ։ Մենք յուրաքանչյուրս գիտենք ինչ պետք է անենք մեր կյանքում, ինչեր պիտի փոխենք, որ մեր կյանքը ավելի բարելավի եւ ավելի մեծ բարձունքների հասնենք։ Եկեք չխոսանք, եկենք անցնենք գործնական քայլերի, եկեք իրոք լրջորեն մոտիկանանք ինքներս մեզ փոխելուն, որ փոխվի մեր կյանքը։ Մեկ տարին դա բավականին երկար ժամանակ է, բավականին երկար ճանապարհ է, որ կարող ենք շատ բաներ մեր կյանքի մեջ փոխենք։ Եվ ինչու այս վիդեոն պատրաստել եմ այսպիսի հետաքրքիր վայրում, իմ ետևում տեսնում եք ծով է, բնություն,
Իմ սովորություններից մեկը միշտ եղել է, որպեսզի առանձնանամ, աղոթեմ եւ իմաստություն խնդրեմ Աստծուց, որ իմ յուրաքանչյուր որոշումների մեջ ինձ օգնի, որպեսզի կարողանամ ճիշտ քայլեր անեմ ամբողջ տարվա ընթացքում։ Ավարտելով այս մի փոքր տեսանյութը, իրոք մաղթում եմ յուրաքանչյուրիդ համբերություն, ուժեղանաք ձեր հավատքի մեջ, ավելի մտերմանաք ձեր ընտանիքի հետ եւ ավելի մեծ ծրագրեր կազմեք 24 թվականի մեջ։ Եվ ես հավատում եմ, որ կարող ես հասնել այդ նպատակներին, եթե տարվա ընթացքում իրոք ֆոկուս լինես եւ իրոք չշեղվես քո ծրագրերից։ Այո, կյանքում ամեն ձևի սուրպրայզներ լինում են, կյանքում ամեն ինչ հարթ չի գնում, բայց երբ որ դու ունես նպատակ, երբ որ դու ունես ծրագիր եւ չես թողում եւ չես շեղվում քո ճանապարհից, դու կարող ես հասնել յուրաքանչյուր քո նպատակին։ Մաղթում եմ, որ 24 թիվը իրոք յուրաքանչյուրիս մեջ բերի փոփոխություններ, հետաքրքիր մտքեր եւ հիշենք մի բան, երբ որ փոխենք ինքներս մեզ, մեր կյանքը կփոխվի։ Եվ վերջում ուզում եմ ասել, Աստված օրհնի ձեզ եւ ավելի մեծ բարիքներ տա այս եկող 24 թվականի մեջ։ Մայիս Կարիբյան, ստեցյուն բոլորիդ։